Երկրի վրա քայլող քաջառույցները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Արամ Արայիկի Աբրահամյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 25-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում։ Եղել է ժիր, աշխույժ, ուրախ, փայլուն ու խոշոր աչքերով, բայց և համեստ ու խելոք, ինչպես ասում են, ամեն ինչից մի քիչ։ Ապա անվտանգ երեխա էր և միշտ ժպիտը դեմքին էր։ 3 քույր, 2 եղբայր էին։ Ինքը 4-րդ երեխան էր, իրենից փոքր մի քույր էլ ուներ։ Երեխա ժամանակ տարեկիցներից տարբերվում էր իր խելացիությամբ։ Դպրոց գնացել է 2003 թվականին։ Հաճախել է գյուղի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը։ Լավ է սովորել։ Եղել է խելացի ու ընդունակ աշակերտ։ Դպրոցական տարիները համատեղել է դաշնամուրային դասերի հետ, հաճախել է Էջմիածնի 2-րդ երաժշտական դպրոցը, շատ աշխույժ էր, բայց հենց նստում էր դաշնամուրի մոտ, փոխվում էր, լրջանում, կարծես այլ մարդ էր դառնում։ «2011 թվականին 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտի քոլեջ, ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նաև Էջմիածնի ռադիոդպրոցում և ստացել ռադիոկապի մասնագետի որակավորում։ Բայց հայրենիքի կանչն ուսումից առավել ուժեղ էր, ու նա 2015 թվականի հունվարի 13-ին կրթությունը կիսատ թողնելով զորակոչվել է բանակ, Արցախ, Ջեբրայիլ, որպես հրաձգային ջոկի ավագ հրաձիգ, գնդացրորդի օգնական։ Ծառայել է մեծ նվիրումով, իսկ ազատ ժամերին զբաղվել է ընթերցանությամբ, նույնիսկ քրոջից Արևիկից միշտ գրքեր է ուզել, որ կարդա։ 2016 թվականի մարտին դիրքեր բարձրանալիս ստացել էր բեկորային վիրավորում։ Մարտի 31-ին էր հերթափոխը հանձնել ու իջել Զորամաս։ Սակայն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տագնապով կրկին բարձրացրել են դիրքեր, գրաված բարձրունքի համար պայքար մղելու։ Մերքաջը զոհվել է ապրիլի 4-ին Արկի պայթյունից Ջեբրայիլում։ Փառք նրա հիշատակին ու խոնարհումս նրան։ Հետմահու պարգևատրվել է Արցախի մարտական ծառայություն մեդալով, ՀՀ արիության մեդալով և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայրենիքի պաշտպանության համար մեդալով։
Նաև բանակի օրվա կապակցությամբ պարգևատրվել է հայրենիքի սահմանները անառիկ պահելու և հայրենիքի մատուցած ծառայությունների համար պատվոգրով։ Ունի նաև պատվոհուշագիր հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Այսօր Հարազատ գյուղի դպրոցի ռազմագիտության դասասենյակը նրա անունով է կոչվում։ Դասասենյակ և հուշաքար կա նաև այն քոլեջում, որտեղ նա էր սովորում։ Մի յուրահատուկ ժպիտ ուներ, ժպիտ, որ այսօր էլ թեպետ անհուն հեռուներից, բայց ապրեցնող է։ Այն միշտ դեմքին էր։ Փոքր երեխա է եղել, երբ մի օր մայրը լվացքի համար ջրհորից ջուր է բերել։ Նա իր փոքրիկ թաշկինակը մի քանի անգամ մտցրել է ջուրն ու հանել և ամբողջ հագուստը թրջել, ապա սիրուն աչուկներով ժպտացել մորը, ով այդ ժպիտից ելնելով չի կարողացել դիտողություն անել։ Տան ցանկացած անկյուն հիշողություն է հերոս որդու մասին՝ ծառ, ծաղիկ, թուփ, անգամ հող ու քար, հեծանիվ ու ինչ-որ շապիկ։ Այդ ամենն այսօր առավել քան թանկ է մեր հերոսի ընտանիքի համար։ Նա իրենց այգում իր անունով ծառ ուներ՝ Կեռասենի, իսկ ծառը ոչ այլ ինչ է, քան կյանքի խորհրդանիշ։ Բանակից մի անգամ մորն ասել էր. «Մա, հո ծառից ձեռք չեք տալիս»։ «Չէ», ասել էր մայրը։ «Մա, հանկարծ սողոց չկպցնեք։ Եթե կուզենաք էլ կտրել, սպասեք ես գամ, իմ ձեռքով կկտրեմ»։ Ինչ ասել սրան, կանխազգացում, թե ինչ ասել, երբ նրա զոհվելուց հետո նրա ծառը տխրեց, գլուխը կախեց, ճյուղերը քաշեց դեպի իրեն և այլևս ծաղկել չուզեց։ Նա չորացավ։ Ինչ անվանել սա, զուգադիպություն, թե ճակատագրի հեգնանք։ Ծառդ կտրեցին, Արամ ջան, այն քեզ էր սպասում, բայց… Դու լքեցիր քո փարթամ ճյուղերով ծառին, մենակ թողեցիր նրան ու նա երեխայի պես խռովեց բոլորից։ Նա սիրում էր ծաղիկներ, հիմնականում նարգիզ։ Գուցե այդ համեմատականը, այդ սերը կապված էր սիրելի մայրիկի անվան հետ, գուցե։ Նա կապված էր մայրիկի հետ, և այնքան, որ թեժ մարտի պահին էլ զանգել է նրան, իսկ միամիտ տիկի Նարգիզի մտքով անգամ չի անցել ինչ-որ վատ բան։ Արամի սիրտը գիտեր, որ ինքը հետ չի գալու ու վերջին անգամ ուզել էր լսել և իր հետ տանել մայրիկի ձայնը։ Նա Արամայիս Միքայելյանի հետ էր, երբ մարտը մտել էր իր վայրենի հունի մեջ, նրանք դիրքեր էին բարձրացել օգնության, և երկուսով էլ զոհվել են նույն տեղում, նույն ականի պայթյունից։ Փառք նրանց հիշատակին, որ որպես ընկերներ միշտ էին միասին ու միասին էլ հավերժացան։ Հայրը պարոն Արայիկը արտագնա աշխատանքի էր գնացել, ապրիլի 1-ի գիշերը նախազգուշացնող երազ էր տեսել, Արամի գլխին կուտակված ամպեր, ընկերներն էլ կողքին, և այդ երազից տպավորված զանգել էր տուն ու խոսել որդու Դերենիկի հետ, ով ասել էր, որ Աբրահամյան ազգանունով ինչ-որ վիրավոր զինվոր են բերում Հայաստան, և պարոն Արայիկի մոտ միանգամից ձևավորվել է այն միտքը, որ իր տղան այլևս չկա ու անմիջապես վերադարձել էր Հայաստան։ Ցավոք այդպես էլ եղել էր, հոր երազը դարձել էր դաժան իրողություն։ Ապրիլի 1-ի լույս դեռ չբացված հնչել է տագնապի ազդանշանը։ Արամի մարտական ընկերոջ Հովհաննես Գասպարյանի մտքով անցել է, թե ուսումնական տագնապ է, բայց նորից է լսվել այդ ազդանշանը, որն արդեն մարտական տագնապի նշան էր ու չի անջատվել։ Նրանք արագ վազել են զենք ստացել և Ուրալով հապճեպ բարձրացել դիրքեր։ Հակառակորդը նկատել էր նրանց ու ամբողջ ճանապարհը ռմբակոծության տակ առել։ Երբ տղաները դա տեսել են, որ մեքենայով այլևս անհնար է եղել շարունակել ճանապարհը, իջել են մեքենայից ու տեղատարապ անձրևի տակ ոտքով շարժվել առաջ։ Սկզբում տղաներին թվացել է, թե գնում են իրենց դիրք, բայց երբ իմացել է, որ իրենց դիրքն ադրբեջանցիները գրավել են, սիրտը ճզմվել է կրծքավանդակի տակ, քարի պես ծանրացել։ Քայլել են ռմբակոծության տակ, մեկ առաջ գնալով, մեկ էլ թաքնվելով դաշտում։ Բոլորի համար էլ մեծ ցավ է եղել, քանզի 6 ընկերներով 5 օր շարունակ մեծ սիրով էին սարքել դիրքի ամեն անկյունը, դարձրել տուն։ Քիչ էր մնում լաց լինեին։ Ամեն մեկն իր հերթին արցունքները հազիվ էր կուլ տալիս։ Յուրաքանչյուրը յուրովի կարծես պարզ տեսել է, թե ինչպես է հակառակորդը քանդում և ավերում ամեն ինչ։ Քայլելը դժվարացել էր, ասես մի վայրկյանում մի 100 կիլոգրամ բեռ էին ավելացրել ամեն մեկի ուսերին։ Մեկ անգամ չէր, որ փամփուշտն անցել էր Հովհաննեսի ականջի մոտով։ Կարելի էր կարծել, թե կրակոցների ձայնը իրենց համար ծղրիդի երգի պես սովորական է եղել։ Բայց այդ օրը հողը կարծես ցնցվելիս է եղել։ Արկերը մեկը մյուսի հետևից ու հերթով պայթել են նրանց շուրջը։
Մեր հերոսն ու ընկերը Արամայիսը քայլում էին իրար կողքի։ Արամ ընկերներից մեկին Հովհաննեսին ասել է. «Բեռիդ մի մասը տուր, ես տանեմ աղբերս»։ Ցավով հիշում է Հովհաննեսն անձամբ. «Նայեցի տեսնեմ իր բեռն էլ պակաս ծանր չէ, ու չտվեցին բեռը պատճառաբանելով, թե առանց այն էլ իրենն էլ է ծանր»։ Ռմբակոծությունը սարսափելի թեժացել է։ Նրանք ստիպված մտել են փոսերի մեջ, որ հենց հակառակորդն առաջ գա, կասեցնեն նրա առաջխաղացումը։ Նստած են եղել ջրափոսի մեջ ու սպասելիս են եղել հրամանի։ Մեր հերոսն ու Արամայիսը ուրիշ փոս են մտած եղել։ Նրանց ընկերը Հովհաննեսը այլայլված եւ գրեթե արտասվաթոր հիշում է. Ադրբեջանցիների նետած հերթական արկն ընկավ ուղիղ նրանց փոսի մեջ։ Պայթեցին նաեւ փոսում եղած արկերը։ Ես մի քանի մետրից տեսա, թե ինչ կատարվեց։ Փառք ու խոնարհում մեր հզորներին։ Հուշերը դառն են ծանր։ Ինչ ասել, ինչպես ամոքել այս վերքը։ Ոռնում ես, բայց ուզես թե ոչ, պիտի ապրես։ Քո մահաճ ճակատագիրդ է այդպես որոշել։ Նա է քո փոխարեն ամեն բան կտրել, կապել։ Պիտի ապրես, որ նրան էլ ապրեցնես, թեպետ կցանկանայիր մեռնել նրա փոխարեն։ Վաշտի տղաները վրեժն իրենց սրտում կարողացել են հեշտ շպրտել նենգադավ թշնամուն։ Մեր հերոսն այդ օրը եղբոր Դերենիկի հետ էլ է խոսել։ Եղբայրներով կատակել են, ու մեր հերոսն ասել է. «Չմտածես»։ Բայց ինչպես չմտածի, հերոս ջան։ Հերոսացի մայրը, տիկին Նարգիզը, թախծոտ ժպիտով ասաց. «Փոքրուց, երբ նա իր ուժից վեր որևէ բան էր անում, խրախուսում էի, թե իմ տղան հերոս է, հերոսություն է արել։ Սիրելի տիկին Նարգիզ, շտապում էիր, թեպետ ինչ իմանայիր, որ տղադ իսկական հերոս է դառնալու ամբողջ ազգի համար»։ Մեր հերոսին որպես հերոս մեծացրած նրա հայրը, պարոն Արայիկը, ափսոսանք արտահայտող հիշողություններով է կիսվում։ Արամս, երբ առաջին ու վերջին անգամ արձակուրդ էր եկել, մեր զրույցի ընթացքում ես ասացի. «Տղա ջան, միշտ հիշի, որ թշնամին չպիտի թիկունքդ տեսնի»։ Մեր վերջին հանդիպումն էր, հոգոց հանելով ասաց նա։ Այդ ժամանակ մեր հերոսի եղբոր փոքրիկ որդին է եկել, պինդ գրկել հորեղբորը, իսկ պարոն Արայիկը թոռանը կատակով ասել է. «Այնպես ես հոպարիդ գրկել, ոնց որ վերջին անգամ ես տեսնում»։ Այսօր այդ խոսքերը սեպի պես մխրճվել են խեղճ հոր կոկորդում։ Բանակ գնալիս չի մոռացել դպրոց մտնել, ուսուցիչներին հրաժեշտ տալ, բոլորի հետ ողջագուրվել ու ասել. «Ես մեկնում եմ ռազմաճակատ»։ Դասղեկը Սուսաննա Վարդանյանն էլ ասել է. «Արամ ջան, դու բանակ ես գնում, ինչ ռազմաճակատ»։ Իսկ նա համեստ ժպիտով ասել է. «Դե, ընկեր Վարդանյան, ինչ գիտեք, ինչ կլինի»։ Կարծես սիրտը վկայում էր։ Մյուս ուսուցչուհին Հերմինե Գալստյանը, որ նաև նրանց բարեկամն էր, հորեղբոր տղայի Արթուրի կինը, պատմում է արցունքներից խեղդվելով. «Դպրոցն ավարտելուց հետո ինձ ազգանունով էլ չէր դիմում, այլ մտերմորեն ասում էր. Հերմինե ջան։ Բանակ գնալիս եկավ ինձ էլ հրաժեշտ տվեց ասելով. Հերմին ջան, գնում եմ, ինչ իմանաս, ինչ կլինի։ Հերոս ջան, ինչպես բացատրել այս խոսքերդ։ Կանխազգացում, չգիտեմ»։ Ասում են մեր հերոսի հուղարկավորությունից հետո նրանց ազգականներից մեկը երազ է տեսել, թե ինչպես է մեծ թվով հրեշտակների ամբոխը երկինք տեղափոխում հայրենիքի նվիրյալի մարմինը։ Ինչ ասել, ինչպես մեկնաբանել այս երազը։ Գուցե խորհուրդ կա այս երազի մեջ։ Գուցե։ Նրանց գյուղում այսօր խաչքար է կանգնեցված ի պատիվ նրա հիշատակի։ Նրան հերոսական ոգով դաստիարակած հայրն ասում է. «Երբ նրան բանակ էինք ճանապարհում, ասեցի իրեն. տղա ջան, լավ հիշի, ծառայության մեջ ես, այսինքն ծառա ես, եթե զոհվես, մատաղ ես»։ Նա ժպիտով ասաց. «Պապ ջան, բոլորս էլ լավ հասկանում ենք դա»։ Ասում են ինչքան էլ մեծանար, միևնույն է հոգով պարզ ու մաքուր երեխա էր։ Ամանորին տան 4 կողմը զարդարում էր գունավոր լույսերով, իսկ երբ ձյուն էր գալիս, անչափ ուրախանում էր։ Այս ամենի մեջ մի բան եմ մտածում. իմ արվեստագետ հերոսը ողջ է, նա ապրում է և կապրի այնքան, որքան նրան մարդիկ հիշում են։ Եվ ես վստահ եմ, որ իմ տաղանդավոր արվեստագետն ու մեծն հերոսը հավերժ է ապրելու։ Փառք քեզ, քաջս, քո առաջ սիրով ու ափսոսանքով խոնարհվում եմ և մեծ հպարտությամբ պատվի առնում։ Պատիվ ունեմ։